այս պահի դրությամբ այնքանով որքանով այս օգտակար ապուշը գտնվում է իշխանության Հայաստանում, Տրամպն էլ, Էրդողանն էլ, Նեթանյահուն էլ, առավել ևս Ալիևն էլ համարում են, որ այդ ճանապարհը, ինչպես էլ որ անվանելիս ունենք, կայացած հաստ է, fait accompli, այսինքն կապ չունի թղթի վրա կա, թղթի վրա չկա, որովհետև անգամ սևեռելը մեր զրույցները թղթի վրա, ինչ էր թղթի մեջ, ով ինչ ասաց, ինչ ասեցին այս մյուս թղթի վերաբերյալ, երբ որ նախագիծ էր, հետո եկան հաջորդ հանդիպմանը, պարզվեց, որ Ադրբեջանը այլ եւ այլ պահանջներ եւ պայմաններ է ներկայացրել։ Մենք գործ չունենք այնպիսի պետությունների հետ, ովքեր անգամ իրենց ստորագրած եւ վավերացրած թուղթը իրականացնում են տարի համաձայն, բառի համաձայն։ Նրանք նման շահագրգռվածություն չունեն։ Մենք գործ ունենք պետությունների հետ, ովքեր օգտագործում են բանակցային գործընթացը որպես ռազմական իրադրություն լարելու, էսկալացիայի տանելու ռազմավարության ինչ-որ մի մեխանիզմ։ Այդ իսկ պատճառով թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Իրանը սերտ ռազմական խորացված համագործակցության փուլ են անցնում, մենք տեսնում ենք շատ հաճախակի չվերթներ ռազմական բեռնափոխադրմամբ Ռուսաստանի Դաշնությունից Իրան, Իրանից Ռուսաստանի Դաշնություն, մենք տեսնում ենք շատ այսպես դրամատիկ զարգացում Քաթար, Իսրայել, ԱՄՆ եռանկյունու հարաբերություններում, որտեղ իբրև թե Իսրայելի հարձակումը Քաթարի վրա չկրկնվելու համար նոր համաձայնագիր է կնքվում Քաթարի եւ ԱՄՆ-ի միջև, որ այսուհետ Քաթարի դեմ հարձակում հավասարազոր է Իրանի ԱՄՆ-ի դեմ հարձակման եւ ուրեմն ԱՄՆ իրավունք է վերապահում հանուն Քաթարի պաշտպանության Քաթարի տարածքից իրականացնել ռազմական գործողություններ, այսինքն սա Իրանի դեմ է ուղղված, մենք տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից ռազմականացում, թե Իրաքում, թե Սիրիայում, թե Լիբանանում, թե Միջերկրական ծովում, միաժամանակ ուղղված թե Ռուսաստանի Դաշնության դեմ եւ թե Իրանի դեմ, այսինքն այստեղ մենք խնդիր ունենք համաշխարհային պատերազմի, երրորդ համաշխարհային պատերազմի թեժացման փուլի, երբ որ մեծ խաղացողները գնում են արդեն ուղղակի արճակատման, ինչքան էլ որ համապատասխան երկրների էլիտաները դեռ զարմացած լինեն, ապշած լինեն եւ այլն եւ այլն։ Այդ իսկ պատճառով մենք պետք է մեր դերի կանխորոշումը ոչ թե դիտարկենք զուտ Զանգեզուրի, Սյունիքի մոտակա ապագայի հեռանկարով, այլ իսկապես մենք պետք է Սիրիայի սցենարը տեսնելով, Պաղեստինի սցենարը տեսնելով նրանց վերաբերմունքը այն տարածքի, այն ժողովուրդների հանդեպ, ում իրենք այս մեծ գեոքաղաքական խաղում դարձրել են մանրադրամի առարկա եւ արբանյակային կարգավիճակով են օգտագործում, մենք պետք է այդ կարգավիճակը ճեղքենք, նման պաշարումը ճեղքենք, որովհետեւ նրա հաջորդ փուլը մեզ համար ողբերգական, ֆիզիկապես ողբերգական հետևանքներ ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ այս մեծ պատկերն է, որ բնականաբար Նիկոլը փորձում է նվազեցնել, բոլոր միջոցներով փորձում է ներկայացնել ինչ-որ աղճատված խաղաղության կոնցեպցիա, որտեղ ոչ մի անվտանգության երաշխիք չկա, միաժամանակ կրկին այսօրվա հանդիպումը Ալիևի հետ Վաշինգտոնյան սցենարով է գնում, այսինքն իրենք ուղղված են ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի եւ որևէ փոքրիկ ինչ-որ տնտեսական, օրինակ այսպիսի խոստում կա, որ Հայաստանի տարածքում կրկին գործելու են Ռուսաստանի միր քարտերը, որպես այսպես տուրիստների իբրև թե գան, ինչ այլ տնտեսական փոքրիկ խթաններ, որոնք ոչինչ չեն նշանակում, ինչպես կարող դա ներկայացնել որպես քո չեզոքության ապահովման մեխանիզմ եւ մեկ այլ PR տակտիկա, որ նրան թույլ են տալիս օգտագործել, նաեւ որ ներկայացնի իբրև թե Վրաստանի օրինակին հետևելով, մենք փորձում ենք Հայաստանակենտրոն ինչ որ այսպես քաղաքականություն վարել, Հայաստանակենտրոն չի կարող լինել այն կետից անդին, երբ որ ինքն էլ իր զուգընկերուհին էլ եւ նրանց շրջապատողները եւ նրանց կուրատորները բոլորը թուրքական, բրիտանական գործակալների կուրացիայի ներքո են գտնվում։ Երկար եղավ պատասխանս, բայց պետք է մենք երբևէ թույլ չտանք մեզ այդ շռայլությունը փոքր տեսնելու այն ինչ որ մեր հետ կատարվում է եւ զուտ տեսնելու որ սա միայն մեր ինչ որ Զանգեզուրը տանք կապրենք կամ չգիտեմ ընդհակառակը պայքարենք Զանգեզուր պահենք մենք պետք է կարողանանք տարածաշրջանային գեոքաղաքական խաղում մեր գործոնը ճիշտ իրականացնել եւ գալ այս քարտեզին, որովհետեւ այս քարտեզի իրավական պահանջատիրության
կրողները մենք ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանի եւ մյուսների։ Մեր խնդիրը այլ է եւ նրանից պետք է այդ իրավական պահանջատիրության հիմքերից պետք է ամբողջությամբ օգտվել նման մաքսիմալիստական գեոքաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում։